Միացյալ Նահանգներն Իրանի դեմ առաջին անգամ օգտագործել է կամիկաձե անօդաչու թռչող սարքեր, հայտնել է Fox News-ը։ Իսրայելական 3 Հերմես ԱԹՍ է ոչնչացվել Խոմեյնի, Թավրիզի և Ահվազի օդային տարածքում։ Իրանը մերձավոր արևելքում հարվածել է ամերիկյան 14 ռազմաբազաների։ Ըստ լուրերի նոր սերնդի գերձայնային հրթիռներ է արձակել Իրանը, հայտնում է իրանական Ֆարս գործակալությունը։ Թե կոնկրետ որ ուղղությամբ են այդ նոր հրթիռները արձակվել, հայտնի չէ, բայց Թել Ավիվի ուղղությամբ հարվածների նոր ալիք է սկսվել։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ավարտել է լայնածավալ հարվածն Իրանի ռազմավարական պաշտպանության համակարգին։ Ըստ լուրերի ռազմական գործողության արդյունքները գնահատելուց հետո Իսրայելը կվերսկսի գործողությունը։ Միացյալ Նահանգները մտադիր է հարվածների մի քանի ալիք հասցնել Իրանին, ամեն մեկը 1-2 օր տևողությամբ, հայտնել է CNN-ի թղթակից Ջիմ Սյուտոն։ Դուբային հասցված հարվածներից մեկից հրդեհվել է Պալմ Ջումեյրա արհեստական կղզու վրա գտնվող 5 աստղանի Ֆերմոնտ դը Փալմ հյուրանոցը։ Մասնաշենքերից մեկի մոտ հրդեհ է բռնկվել։ Էպիկենտրոնում հայտնվել են ռուս զբոսաշրջիկներ։ Քուվեյթի օդակայանը նույնպես հայտնվել է ոչ միայն ԱԹՍ-ների, այլև հրթիռային հարվածների տակ։ Իսրայելական բանակը հրապարակել է Իրանի նախագահի գրասենյակին հարվածելու պահը։ Այս կադրը առավոտից է տարածվում համացանցում։ Իրանի արտգործնախարարը վստահեցրել է, որ ողջ է Իրանի նախագահը, նաև գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։ Ենթադրաբար սպանվել են Իրանի պաշտպանության նախարար Ամիր Նասիրզադեն և Հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմադ Փաքփուրը։ Իրանը չի հաստատում նաև բանակի գլխավոր հրամանատար Ամիր Խաթամիի սպանության լուրը։ Ավելի վաղ իսրայելական 12-րդ ալիքը հայտնել էր, որ Իրանի վրա իսրայելական հարվածները շատ մեծ հաջողությունների են հասել իրանական ղեկավարությանը վերացնելու հարցում։ Մեծ Բրիտանիայի ավիացիան մասնակցում է մերձավոր արևելքում Իսրայելի և Միացյալ Նահանգների բազաների վրա իրանական հարվածների հետ մղմանը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ Նա հորդորել է Իրանին հիմա վերջ դնել պատերազմին։ Իրանական շահեդները ոչնչացրել են Բահրեյնում տեղակայված ամերիկյան FP-132 5000 կիլոմետր հեռահարությամբ ռադարը, որը եզակի սարքավորումներով բալիստիկ հրթիռները հայտնաբերելու համար է։ Ըստ մամուլի ավելի քան $1 միլիարդ արժե այդ ռադարը։ Ծխի սյուներ են երևացել նաև Հորդանանի Ալ-Սալթաթ ամերիկյան ռազմաբազայի տարածքում։ Քաթարից հրապարակված կադրերում երևում է, ինչպես են մարդիկ խուճապահար փախչում խոցված հրթիռի ընկնելու պահին։ Թել Ավիվից նույնպես հրդեհների կադրեր են տարածվում, զինամթերքի պահեստ է այրվում այս կադրերում։ Հրապարակներից մեկում 28 ավտոբուս է վառվել։ Աբու Դաբին նույնպես ակտիվորեն հարվածներ է հասցնում Իրանը։ Թիրախավորվել է նաև Քուվեյթի ՆԱՏՕ-ի բազան, որտեղ իտալացի զինվորականներ են։ Ֆրանս պրեսի տվյալներով խոցված իրանական հրթիռներից մեկի բեկորներն ընկել են թռիչքուղու վրա, ոչ ոք չի տուժել։ Իրանական պետական լրատվամիջոցները հրապարակել են Իրանից հրթիռների արձակման կադրերը։ Շարունակվում են հարվածները նաև Իրանի ուղղությամբ։ Քիշ կղզու ավիաբազան են պայթեցրել իսրայելական հրթիռները։ Իսրայելի բանակը տեսանյութեր է հրապարակել, որտեղ թիրախավորվում է արձակման պատրաստ հրթիռային կայանը։
Իրանն առայժմ օգտագործել է իր հրթիռային ներուժի միայն մի մասը, շուտով մենք ցույց կտանք սպառազինություն, որը դուք երբեք չեք տեսել, հայտարարել է Պահապանների կորպուսի գեներալ Էբրահիմ Ջաբարին։ Թրամփը թող իմանա, մենք օգտագործում ենք մեր պահեստներում ունեցած զենքերը, սակայն առաջիկայում կօգտագործենք մեր ամենաուժեղ հրթիռները։ Հրթիռային հարված է հասցվել Թավրիզի Սահնատ տեխնոլոգիական համալսարանին, որը հավանաբար միջուկային զենքի ստեղծման հետ կապված ուսումնասիրություններ է անում։ Իրանական հրթիռները պայթում են Բահրեյնում, Քաթարում, Քուվեյթում, Իրաքում, Հորդանանում, Սաուդյան Արաբիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում։ Բոլոր այն երկրներում, որտեղ Միացյալ Նահանգները ռազմաբազաներ ունի, դրանք փորձում են որսալ իրանական բալիստիկ հրթիռները։ Խայբարի մարտ կամ փոթորքի վերջը այս անունն է տվել Իրանն իր սկսած պատասխան գործողությանը։ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարվածներից հետո Իրանի համար չկան կարմիր գծեր, հայտնում է Ալ Ջազիրան, հողում անելով իրանցի պաշտոնյայի, որի անունը չի նշվում։ Արյուծի մռնչյուն է անվանել Իսրայելի վարչապետը Իրանի դեմ սկսված ռազմական գործողությունը, որ նրա խոսքով Իրանի ստեղծած գոյաբանական սպառնալիքը վերացնելու համար է եւ կանխարգելիչ նպատակներ ունի։ Չպետք է թույլ տանք, որ միջուկային զենք ունենա Թեհրանը, հայտարարել է Իսրայելի վարչապետը։ Նեթանյահուն Իրանը ներսից պայթեցնելու կոչեր է հնչեցրել, դիմելով այդ երկրում ապրող ազգային փոքրամասնություններին։ Ժամանակն է, որ իրանական ժողովրդի բոլոր հատվածները՝ պարսիկներ, քրդեր, ադրբեջանցիներ, բելուջներ եւ ահավազիներ թոթափեն բռնության լուծը եւ կերտեն ազատ ու խաղաղասեր Իրան։ Հանձնվել կամ մեռնել, այսպիսի ընտրության առաջ է կանգնեցրել Միացյալ Նահանգների նախագահը Իրանի բանակին։ Պենտագոնը Իրանի դեմ ռազմական գործողությունն անվանել է էպիկ զայրույթ։ Պայքարելու են այնքան, մինչև Իրանում փոխվի ղեկավարությունը, հայտարարել է Թրամփն ու բացահայտել ռազմական գործողության նպատակը։ Միացյալ Նահանգների զինված ուժերը իրականացնում են լայնածավալ եւ շարունակական գործողություն, կանխելու այս չափազանց չար ծայրահեղական բռնապետության սպառնալիքները Միացյալ Նահանգների ազգային անվտանգության Մենք կկործանենք նրանց հրթիռները եւ հրթիռային արդյունաբերությունը կհավասարացնենք հողին, մենք կոչնչացնենք նրանց նավատորմը, մենք կապահովենք, որ Իրանը միջուկային զենք չստանա։ Թրամփն իրանցիներին կոչ է արել թաքնվել, որովհետև ռումբերն ընկնելու են ամեն տեղ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամներին, զինված ուժերին եւ ամբողջ ոստիկանությանը այսօր ասում եմ. դուք պետք է վայր դնեք ձեր զենքերը եւ կունենաք լիակատար անձեռնմխելիություն, հակառակ դեպքում մահն անխուսափելի կլինի։ Եվ վերջապես Իրանի մեծ ու հպարտ ժողովրդին այսօր ասում եմ, ձեր ազատության ժամը մոտ է։ Մնացեք ապաստարաններում, տանից դուրս մի եկեք, դրսում շատ վտանգավոր է, ամենուր ռումբեր են ընկնելու։ Սա հավանաբար ձեր միակ հնարավորությունն է սերունդների համար։ Էներգետիկ խոշորագույն ընկերությունները դադարեցրել են Հորմուզի նեղուցով նավթի փոխադրումը։ Վերլուծաբանները նկատում են, որ այն փակելը կարող է համաշխարհային ճգնաժամի հանգեցնել, իսկ Իրանը կարծես թե ունի այդպիսի ծրագրեր։ Իլիթ Սարգսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։